ուղարկել եք սովորական քաղաքացիությունը։ Հասկանանք։ Դեպքի վայրը հասկացա, դեպքի վայրը ներսն է, ոչ թե տարանքատարից։ Սա հանրային տարածքի, հանրային մի վարք է։ Մայթես է։ Հանրային տարածքի մասին չի, դրանն է կտրում, այդ մասին ես ասում, սա դեպքի վայրը։ Ես ասում եմ ներս մտնելու մասով։ Ինչ իրավունքով եք, ինչ հիմքով եք դուք ներս մտնում։ Դեպքի վայրի պահպանություն է։ Դեպքի վայրը դրսից են պահպանություն իրականացնում։ Ցանկապատված տարածքի դեռով փակ է։ Դե այդպես է, մենք է պետք է մուտք գործենք այս տարածքը։ Չեն գեր։ Ինչի համար դու չեք տալիս, որ քաղաքացիներն Դուք քաղաքացու Հիմա հնարավոր է ստել ինչ-որ ավել բաներ Դուք քաղաքացու տուն եք ներխուժում, ինչ իմանաք, որ ձեր որևէ բան չեք տալիս։ Դուք քաղաքացու տուն եք։ Ձեր հարցին տվել ենք։ Մենք ինչ իմանաք, որ դուք ձերդ որևէ բան չեք տանում։ Ինչ գործողություն է արվում։ Հիմա Ինչն եք պահպանում։ Պահպանություններ, օրինակ ինչն եք պահպանում։ Մնացածը դիմեք մեր լրատվական վարչություն։ Դուք պատասխան եք, հիմա ներս մտան, կարող եք ասել, ինչ պահպանություն եք անում այստեղ։ Ուրիշի բնակարանում։ Այգի պահպանություն։ Ուրիշ ոչ մի բան։ Մնացած ձեր բոլոր անհանգստացնող հարցերով դիմում եք։ Չէ, բայց հիմա էր անհանգստացնող հարցը, ինչու դուք չտվեցիք մնացած հարցերով դիմում եք լրատվական վարչություն, ձեզ կտան բոլոր ձեր հարցերը։ Ոստիկանության շինարարի մարզի աշխատանք։ Բայց Անհասկանում էլ ասեք։ Դուք օրենքի խախտումներ եք աշխատում։ Այդ մարդու տարածքն է, փաստաբանություն տեղի ունի։ Ձեր մնացած հարցերը ասած, դիմում եք ու ստանում եք։ Իսկ ինչ օպերատիվ տեղեկատվություն եք ստացել, ինչ օպերատիվ տեղեկատվություն։ Այսինքն ձեր գործողությունները պիտի ողջամտության սահմանում լինեն։ Ինչ օպերատիվ տեղեկատվություն եք ստացել։ Հիմա հանգիստ, հա թողեք։ Բայց ասեք ինչ տեղեկատվության հիմա վրա եք մտել դուք այս տուն։ Եկան ոստիկանության աշխատակցի միջամտությամբ բնակարանի բակի դուռը բացվեց, 2-3 ոստիկաններ մուտք գործեցին, ինչպես բոլորը տեսակ բնակարան եւ դուռը ներսից փակվեց։ Հիմա մեր մոտ հարց է առաջանում, թե ոստիկանները ներսում ինչ պետք է անեն։ Եթե դեպքի վայրի պահպանություն է խնդիրը, դեպքի վայրի պահպանություն կարող են իրականացնել դրսից, քանի որ բնակարանը ցանկապատված է եւ բնակարանը բոլոր 4 հնարավոր տարբերակներով կարող են ոստիկանության աշխատակիցները շրջափակեն եւ բնակարանում պահպանություն իրականացնեն։ Պարադից չէ, որ պետք է անձամբ մտահոգություններ կան, որ որևէ բան այնտեղ կարող է հայտնվել, որ տեղյակ չէ։ Այո, մտահոգություն կա, որի վերաբերյալ փոխինչ առաջ հազանգել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Ինչ եք ներկայացրել մարդու իրավունքի գրասենյակը։ Կներեք, բայց ասում են մեր գործողությունները օրենքի շրջանակում է, բայց օրենքի շրջանակում պետք է նաև այդ ողջամտությունը լինի, գտնում եմ, որ իրենց գործողությունները չի կարող օրենքի շրջանակներում լինել, եթե անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունք է խախտվում։ Պարզպան ասեմ, թե սա անձի բնակարանն է, ֆիքսենք, հա ցանկապատված է, հստակ սահմանազատված է եւ ոստիկանության աշխատակիցները որպես դեպքի վայրի պահպանություն պետք է իրականացնեին փողոցի հատվածը, այսինքն այն հատվածից, որը հանրային հատված է, ոչ թե անձի անձնական հատված է, հա բնակարանը դա անձնական տարածք է։ Իսկ ինչ օպերատիվ տեղեկատվություն է ստացել։ Ինչի հիման վրա է օպերատիվ տեղեկատվություն չէ, անմիջականորեն ցանկացած հիմնավոր կասկածանքի հիման վրա անձանց ձերբակալել են։ Ինչ կասկած։ Անդրակաշավ տալու դեպքի վերաբերյալ դա տեղեկացել եք ոստիկաններից։ Ես ինչներ Չեմ կարող ինչ-որ բազաբանումների դասում ինչիներ չգործել։ Երևի չեն ցանկացել որ ես։ Պարոն Հակոբյան, ես պայթյունությամբ ինչ տեղեկություններ ունեք, քանի հոգի կա, հա, Բերման երկակված չգիտեմ ձերբակալված։ Գյումրիում։ Իմ ունեցած տեղեկությունները մոտ 5-6 հոգի են Գյումրիից։ Քաղաքական որ ուժից են։ Ուժեղ Հայաստան։ Եվ առավոտյան նաև Հայաստան դաշինքից էր, չէ՞, այստեղ պատգամավորը։ Ճիշտ ասած Հայաստան դաշինքի մասին լսել է եւս 2 հոգու մասին, բայց այլ մանրամասնություններ չեմ տիրապետել։ Իսկ ովքեր են այստեղ Բերման ենթարկված անդամները։ Ճիշտ է, Չեմ կարող ես ինչ-որ մանրամասնություններ ասեմ, տեսեք, սա բնակելի տուն է, սա բնակելի տուն է, հա, քանի որ ինչպես տեսնում եք, որևէ ցուցանակ փակցրած չէ, որ հա, այլ նպատակներով է օգտագործվում, հավանաբար բնակելի տուն է, թվով 3 անձիկ են ձերբակալվածները եւ արդեն իսկ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացել են, որ այս պահի դրությամբ գտնվում են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, Պետական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունը։